Ողջույն, 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին ընթരാճ Demos podcast-ի այս էպիզոդում փորձելու ենք բարձրաձայնել հետևյալ հարցերը. հաշմանդամություն ունեցող անձինք ինչ խոչընդոտներ կարող են ունենալ, ինչ խնդիրների կարող են առնչվել, ես այսօր լինելու եմ իրենց ձայնը, այսպես ասած, եւ ուզում եմ ներկայացնեմ իմ հյուրերին։ Իմ հյուրերն են Արուսյակ Տեր-Չանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ եւ Մուշե Խովսեփյան, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ-ի տնօրեն, հիմնադիր։ Նախագահ։ Ահա, սկսենք։ Առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ ուղղեմ, լսել ենք միշտ, որ ասում են ընտրություններին մասնակցելը պարտադիր է, խրախուսվում է, ու առհասարակ դա մեր պարտքն է, որպես քաղաքացի, բայց արդյոք այն մատչելի է, հասանելի է բոլոր քաղաքացիներին։ Օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց ինչքանով է դա մատչելի, հասանելի։ Գուցե ես սկսեմ, դուք շարունակեք ասել, թե ինչ արվում է ուղղությամբ։ Ես կարծում եմ, իհարկե դա մեր քաղաքացիական պարտքն է մասնակցել ընտրություններին, որովհետև ընտրությունների միջոցով են մենք ձևավորում իշխանություն եւ այդ իշխանությունն էլ որոշումներ է կայացնելու մեր մասին եւ հետեւաբար կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ իր ցանկությամբ, իր նախընտրություններով ունենա նախընտրելի տեխնացու, կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք եւ կարողանա իր ձայնը այդ կերպ լսելի դարձնել եւ ազդեցություն ունենալ։ Երբ խոսում ենք արդեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրողների քվեարկելու ընտրելու իրավունքի մասին, իհարկե շատ հաճախ ենք խոսում խնդիրների մասին, որովհետև դրանք էական խոչընդոտ են, որ մարդիկ չմասնակցեն ընտրություններին եւ խոսքը միայն տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների մասին չէ, ընտրելու դժվարություն կարող են ունենալ շատ տարբեր հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդ թվում տեսողության խնդիրներ ունեցող անձինք, լսողության խնդիրներ ունեցող անձինք, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ եւ բոլոր խմբերը հիմնականում որոշակի դժվարությունների բախվում են, հասարակական կարծրատիպերից սկսած մինչև ֆիզիկական անմատչելիություն, օրինակ ինչպես տանից դուրս գալ ընտրատեղամաս գնալու համար, ինչպես օգտվել տրանսպորտից այնտեղ հասնելու համար, ինչպես մուտք գործել այդ շենքեր կամ ինչպես քվեարկել, եթե օրինակ տեսողության խնդիրներ ունեք կամ ինչպես հասկանալ թե ում քվեարկել, որովհետև ամբողջ նախընտրական քարոզարշավը հիմնականում անցկացվում է անմատչելի պայմաններում եւ օրինակ խուլ մարդիկ կարող են դուրս մնալ այդ զրույցից եւ ընդհանուր առմամբ խնդիրները շատ են եւ յուրաքանչյուր խմբի դեպքում դրանք որոշակի առանձնահատկություններ ունեն։ Շնորհակալություն, պիտի ասեմ, որ ձեր բարձրացրած առաջին հարցը, որ ընտրելու իրավունքի ներառնչվում, անշուշտ յուրաքանչյուր մարդ իր քաղաքացիական պարտքն է գնալ եւ իր քվեն իրացնել եւ դա ոչ միայն զուտ քաղաքացու պարտք պետք է համարել, այլ պետք է քաղաքացու իրավունքների արտահայտման դրսևորման մի ձև լինի, որտեղ եթե քաղաքացին իր իրավունքների յետևից չի գնում, իրեն փոխարեն արդեն այն շղթան, որ կառուցվում է կառավարություն ձևավորելու, նոր միջավայր ձևավորելու համար, այստեղ այդ շղթաներից մեկը եւ մի կարեւոր մաս պակասում է, եւ եթե հաշմանդամություն ունեցող անձանց մասին ենք խոսում, իրենք մեր հասարակության գեղեցիկ ներկա բնակի մի մասն են եւ իհարկե այս բազմազանությունը իմ կարծիքով դա հարստացնում է մեր հասարակությունը եւ որքան հարուստ է լինում եւ բազմազան է լինում հասարակության ձայնը, այնքան հետաքրքիր արդյունքներ ենք մենք ամրագրում։ Դրա համար յուրաքանչյուր քաղաքացու անկախ իրեն հասանելիության խոչընդոտների կամ ցանկության պիտի ասենք, որ կարեւոր է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը չպետք է դիտարկել միայն խոչընդոտների առումով, այլ պետք է նաև դիտարկել մարդու իրավունքների տեսակետից, որտեղ խնդիրներ կարող են յուրաքանչյուր ասպարեզում լինել, ընտրություններից դուրս, ընտրությունները 5 տարին մեկ են տեղ ունենում, ապա առօրյա իրենց կենցաղավարության մեջ էլ այդ խնդիրները կան, դրա համար եթե ընտրական գործընթացների տեսակետից ենք խոսում այդ մասին, պետք է ասենք, որ դա միայն հասանելիության խնդիրի չի, դա նաև մարդու իրավունքների խնդիր է եւ պետական կառույցները կարծում են ստանձնել են այն պարտավորությունները, որպեսզի մեր հասարակության
այն շերտին, որը որ խնդիրներ ունի, համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի քիչ թե շատ հեշտ լինի իրենց ձայնը տեղ հասցնելը եւ իրենք մասնակցային լինի կառավարության ձևավորմանը, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ամբողջ գործընթացին։ Իսկ քանի տոկոսն է ընտրատեղամասերի, օրինակ, քանի հատ կա թեկուզ, որ ինքը հարմարեցված է որոշ չափով հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ունենք նման ընտրատեղամասեր առհասարակ։ Այս փուլում այդ հարցը տալը շատ զգայուն է եւ ինձ համար եւ իմ գործընկերոջ համար, որտեղ պիտի ասեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2022 թվականից հետո սկսել է օրենքի արդեն ուժով յուրաքանչյուր ընտրությունից առաջ տեղամասերի գնահատում է իրականացնում մատչելիության բաղադրիչով, թե որքան են հասանելի իրենք քաղաքացիների համար եւ խոսք այստեղ ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց է, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք որ տարիքային կամ շատ այլ պատճառներով կարող են հասանելի չլինի այն տարածքը, որտեղ որ ընտրությունները կազմակերպում են եւ մենք յուրաքանչյուր ընտրությունից առաջ հիմա այդ փուլում ենք, ճիշտն ասած, արդեն ամփոփման փուլում ենք, ամբողջ Հայաստանում ձևավորվելիք տեղամասային կենտրոնների գնահատում ենք իրականացնում, այնուհետև հրապարակում ենք մեր կայքում այդ թիվը եւ հաշմանդամություն ունեցող անձը կարող է փոխել իր տեղամասային կենտրոնը եւ նախընտրել այն տեղամասային կենտրոնը, որը հարմարեցված է։ Եթե տոկոսային առումով ասենք, երևի իմ գործընկերը կասի, որտեղ ինքն էլ ակտիվ ներգրավված է այդ ամեն ինչի մեջ եւ մենք պիտի ասեմ, որ այս պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ մասնակցային է իրականացնում այդ գնահատումը տեղամասերի, այս փուլում ներգրաված են եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները եւ իհարկե այդ ամբողջը մենք չենք անում, մենք դա պատվիրակել ենք քաղաքացիական հասարակությանը եւ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, որովհետեւ մի բան է, որ գնահատումը կատարում է մարդ, որը այդ խնդիրների հետ չի առերեսվում, մեկ այլ բան է, որ մարդը հենց ինքն է առերեսվում այդ խնդիրների եւ իր տված գնահատականի հիման վրա ենք մենք ձեր ասած խնդիրը բարձրաձայնում, այսինքն մոտ 2000-ից ավել տեղամասեր կձևավորվի ազգային ժողովի ընտրություններից առաջ եւ մենք մոտակա օրերս ավելի կոնկրետ ամսի 28-ին կհրապարակենք մատչելի տեղամասերի ցանկը եւ մեր քաղաքացիները կարող են բաց հարթակում ծանոթանալ, իմանալ եւ փոխել իրենց տեղամասային կենտրոնը։ Եթե թույլ կտաք, ստեղ մի լրացում անեմ, իրականում այն շենքերը, որոնք դառնում են ընտրական տեղամաս ընտրությունների շրջանում, դրանք մեր մանկապարտեզներն են, դպրոցներն են, այլ հաստատություններն են, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք եւ բնականաբար գիտենք, որ դրանց զգալի մասը անմատչելի են, նույնիսկ տարական պայմաններ չունեն, օրինակ մուտք ապահովելու համար եւ այլն։ Ուստի ես տվյալ հարցի դեպքում ավելի շատ կարևորում եմ տարվա մյուս բոլոր օրերին խոսել մատչելիության մասին, որովհետեւ երբ արդեն գալիս է ընտրությունների փուլը, այլ տարբերակ քան այդ շենքերը ընտրել եւ դարձնել տեղամաս, ըստ էության ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ոչ էլ այլ մարմին չի ունենում։ Եվ ըստ էության նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ մատչելիություն գնահատելն էլ բավականին բարդ գործ է, որովհետեւ կախված է նրանից, թե ինչն ենք համարում մենք ստանդարտ, կլինեն մարդիկ, ովքեր օրինակ միայն թե քարտակի առկայությունը բավարար կհամարեն մատչելի կոչելու համար, բայց գիտենք, որ մատչելիությունը չի սահմանափակվում միայն միտքի թե քարտակով, սկսած դռան լայնությունից, նախ թե քարտակի դեպքում քարտակի երկարությունը, լայնությունը, բռնաձողի առկայությունը, բռնաձողի բարձրությունը, թեքությունը այնպես արվում նշեցի եւ կամ այն ծածկույթը, որ թե քարտակ կառուցված գա, թե քարտակի դիմաց խոչընդոտներ կան թե ոչ, եւ գնահատումը, որ այժմ իրականացում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար, հենց այդ դրամաբանությամբ է եւ պահանջները շատ բարձր են։ Եվ բնականաբար ցավոք Հայաստանի իրավիճակը թույլ չի տա մեզ ասել, որ կան տեղամասեր, որոնք կարող ենք ամբողջությամբ համապատասխանող գնահատել, որովհետև
ցավոք մեր քաղաքաշինական համակարգը այս պահին թույլ զարգացած է այդ առումով եւ նաեւ մշտադիտարկման գործիքներ չկան, այսինքն պետությունը շատ թերի է իրականացնում վերահսկողությունը շենքերի, շինությունների վերահսկման տեսանկյունից եւ այս առումով զարմանալի չի լինի, որ մենք չունենանք ամբողջությամբ մատչելի տեղամասեր ցավոք։ Բայց օրինակ ես այս վերջերս իմ քաղաքի ընտրություններն էին, ես մասնակցել եմ, ինքս գնացել եմ, բարեբախտաբար ես չունեմ, հա, տեղաշարժվելու խնդիր, բայց նախ նկատել եմ, որ այնտեղ չկար թեքահարթակ, ինքը գտնվում էր երկրորդ հարկում, դա դպրոց էր, պետքա բարձրանա իր աստիճաններով, թեքահարթակ չկար, ու այդ տեղերն էլ տաղավարները իրանք բավականին բարձր բաներ էին։ Օրինակ, եթե նենց բան ընտրելու ձև լիներ, որ ես պետքա գրեի կամ մի բան, օրինակ ինքը ինձ հարմար չէր լինի։ Ճիշտ է, այնտեղ ուղղակի թերթիկը ես պետքա վերցնեի, որ ընտրում էի գցեի, մնացածը արդեն պետք չէին, բայց եթե օրինակ լիներ ինչ-որ գրավոր մի բան կամ օրինակ բարձրությունն էլ է լինում։ Տեղամասային հանձնաժողովը կահավորելիս պիտի դա հաշվի առնի հնարավոր կարիքներ եւ օրինակ լինում են տեղամասեր, որոնք մեկ քվեախցիկը տեղադրում են մի քիչ ավելի ցածր սեղանի վրա, որ ավելի հարմար լինի, բայց ցավոք իրազեկվածությունը իր շատ մեծ խնդիր է ամբողջ հասարակությունը եւ տեղամասային կենտրոններն էլ մեր հանձնաժողովի անդամները մեր հասարակության մի մասն են եւ շատ զգայուն չեն հաճախ։ Ուզում եի հավելել մի բան, որ բացի նրանից, որ մենք հաշվի ենք առնում այդ չափորոշիչները, թե ինչպիսի տեղամասային կենտրոնները, ինչ շինություններին պետք է տեղակայվի տեղամասային կենտրոնները, համաձայն եմ ուժեղի հետ, որ արդեն համակարգային խնդիրներ առաջ բերեց, որ կենտրոնական դրական հանձնաժողովի համար դա մեկ օրվա կամ մեկ ամսվա լուծելի խնդիր չի, եթե քաղաքաշինական կանոնները պահպանված չեն շինությունների առումով, բայց մենք փորձում ենք հնարավորին անել, գոնե առանձնացնել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու քվեն իրացվի։ Ինչ վերաբերում է երկրորդ հարկերին կամ քվեախցիկների բարձրություններին, մենք արդեն թիմ ընտրությունների ժամանակ, քանի որ օրենքից հետո մենք Երևանի ավագան ընտրություններն ենք ունեցել, Գյումրիի, Փարաքարի, Վաղարշապատի ընտրությունների ժամանակ այն տեղամասերը, որոնք որ գնահատվել են մատչելի, այդ տեղամասերում հաշվի առնելով, որ շարժասայլակով քաղաքացին պիտի մոտենա, քվեախցիկներից մեկը միշտ ցածր սեղանի վրա է տեղադրված, ցավում եմ, որ դուք 47 տեղամասից մեկն է եղել երկրորդ հարկում եւ հենց Վաղարշապատի ընտրությունները երևի նկատի ունեք, եւ մեկ դպրոցում է եղել։ Եվ մի տեղամաս ունենք, որ երկրորդ հարկում էր, որովհետեւ մենք ունենք մեկ այլ նաեւ չափանիշ, որ յուրաքանչյուր տեղամասում 2200 ընտրող է գալիս եւ 2200 ընտրողի սպասարկումը ապահովելու համար մենք պետք է նաեւ ընդհանրացակ տարածք ապահովենք, իսկ այդ ընդհանրացակ տարածքը միշտ չի որ լինում է։ Հա, եւ սպորտ դահլիճը գտնվում էր երկրորդ հարկում, որտեվ ես գիտեմ այդ տեղամասի մասին, մուտքը եւ ուրեմն միջանցքը, որտեղ որ նախատեսում ենք, սյուները շատ են եւ գաղտնիության խնդիր կար այստեղ, դրա համար ստիպված երկրորդ հարկում է տեղակայվել եւ ձեր բախտ ուղակի չի բերել, հենց ձեր տեղամասն ա եղել երկրորդ հարկում։ Բայց եթե կսպոփի դուք միակը չեք վստահաբար։ Ասեմ, որ 47 տեղամասից ընդամենը մի տեղամաս ա եղել, որ տեղակայվել է երկրորդ հարկում։ Իսկ հիմա ուրիշ հարց տամ, դուք նշեցիք, որ կան, հա, ընտրատեղամասեր, որոնք որ ավելի մատչելի են, կարող են մասնակցել։ Իսկ օրինակ ես, դա ինչպես պետք է իմանամ, այսինքն այդ իրազեկումը ինչպես պետք է տեղի ունենա նման անձանց, որ օրինակ ես իմանամ, որ ես կարող եմ գնալ այստեղ ինձ մատչելի կլինի։ Ես երևի օրենքի մասով ասեմ, իմ գործընկերը շարունակի այն միջոցառումները, որ համատեղ իրականացնում ենք ազգային ժողովի ընտրություններից առաջ, որպեսզի իրազեկված լինի քաղաքացին կարողանա փոխել տեղամասային կենտրոնը, դա օրենքի պահանջ է եւ մենք քվեարկությունից 40 օր առաջ ասեցի ցանկը հրապարակում ենք էլեկտրոնային ցանկը, համապատասխան ինտերակտիվ քարտեզով, որտեղ տեղադրված են բոլոր տեղամասերի լուսանկարները, օրինակ դուք բացում եք ազգային ժողով հարթակը կենտրոնական դրական հանձնաժողովի կայքում Excel ֆայլով գտնում եք թե որ տեղամասն է, օրինակ ձեր բնակարանին մոտ կամ որ տեղամասնամատչելի դրանք համապատասխան գունավորմամբ նշել ենք, որից հետո ուզում ես համոզվես,
արդյոք ճիշտ են թվերը նշումները արված, թե պարզապես արված է, դրա համոզման համար մենք ունենք առանձին հարթակ մատչելի տեղամասեր, որտեղ կարող եք մտնել հենց ձեր տեղամասի համարի վրա այսպես սեղմեք, ինտերակտիվ քարտեզ է, բացվում է եւ բոլոր այդ չափորոշիչները տրված է սկսած մուտքից մինչեւ հարկը, սանհանգույցի առկայությունը, տեսողության խնդիր ունեցողների համար արդյոք հարմարավետ է, հենաշարժական խնդիր ունեցողների համար հարմարավետ է, ավելին այդ ամբողջի ապացույցը լուսանկարներն են, որոնք որ 3 գործառնական գոտիներն արտահայտող լուսանկարներ եւս տեղադրվում են տեղամասային կենտրոնների վերաբերյալ եւ դուք կարող եք այսպես ասած նայել եւ հետո ապացույցը տեսնել, դրանից հետո օրենքը թույլ է տալիս քվեարկությունից 12 օր առաջ դիմել լիազոր մարմին համապատասխան է ձեր ընտրած տեղամասային կենտրոնը, որ հարմարավետ է ձեզ համար, ձեր դիմումի հիման վրա փոխել եւ նշել այն տեղամասը, որտեղ որ դուք ցանկանում եք քվեարկության օրը ներկա գտնվել եւ ձեզ համապատասխան ծանուցում է գալիս եւ դուք ընդգրկվում եք հենց այդ տեղամասի ընտրողների ցուցակում եւ կարող եք գնալ եւ ձեր քվեն առանց խոչընդոտների իրացնել։ Հուսամ Մուշեղը մի քիչ ավելին կասի, որտեղ մենք մի շարք միջոցառումներ ենք նախաձեռնել եւ սկսել ենք արդեն դրա նախապատրաստական աշխատանքները ազգային ժողովի ընտրություններից առաջ։ Միանշանակ այստեղ շատ կարևոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոակտիվ լինելը եւ մարդկանց իրազեկելը այս փուլում հատկապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կարելի է տեսնել բազմաթիվ տեսանյութեր բացատրողական, որոնք ցույց են տալիս թե ոնց պիտի այդ ամեն ինչը իրականացնել։ Դրանք շատ կարևոր են տեսանյութեր, հաղորդակցության այլ նյութերը։ Տիկին Տերչյանն նշեց որոշակի հաղորդակցական նյութերի մասին, այդ թվում շուտով ուղեցույց կլինի, թե օրինակ տեղամասային կենտրոնը ինչպես փոխել եւ նաեւ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ուղեցույց, որ երկար տարիներ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակում է։ Ես կարևոր եմ համարում նաեւ մարդու տեսանկյունից հասկանալ, թե ոնց կարող է մարդը դա բարձել։ Սովորաբար պիտի հասկանալ, որտեղից է մարդը իր հիմնական տեղեկությունը ստանում եւ հաղորդակցվել հենց այդ ճանապարհով ու բնականաբար խոսքը շատ տարբեր եղանակների մասին է։ Մարդկանց մի մասը Facebook-ից է տեղեկանում, մի մասը հեռուստատեսությունից, ռադիոից։ Մյուս բանն էլ, որ կարծում եմ շատ կարևոր է եւ մենք երբեմն անտեսում ենք, դա անհատի եւ այլ հաշմնամություն ունեցող անձանց կամ այլ կազմակերպությունների խմբի ներկայացնող կազմակերպությունների միջև կապն է։ Ես կառաջարկեմ մարդկանց, ովքեր հարցեր ունեն, դիմեն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններին, տան իրենց հարցերը, ստանան դրանց պատասխանները եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմեն, գուցե մի քիչ ավելի կապը անմիջական է հենց կազմակերպությունների հետ, դրա համար ես նախ եւ առաջ կառաջարկեմ, եթե մարդիկ ունեն հարցեր, դիմեն այդ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին, ովքեր եթե նույնիսկ չիմանան թե ինչպես է դա կազմակերպվում, ինչպես կարելի անել, առնվազն կիմանան թե ով կիմանա այդ հարցի պատասխանը եւ կարող են ուղղորդել։ Ուզում եմ ասեմ, որ մարդկային կապը ես կարծում եմ շատ ավելի կարեւոր է, քան զուտ մի քիչ այդ ռոբոտացված աշխատանքը, որ հաճախ անում ենք։ Ես լսեցի, ճիշտ ասած, ձեր երկուսի այդ հարցի շուրջ, բայց օրինակ ես ինձ վրա եմ դա վերցնում, ես մարդ եմ, օրինակ ունեմ տեսողական խնդիր, ոչ Facebook ունեմ, ոչ մտնում եմ, ոչ ինչ-որ տենց բաներից չեմ հասկանում, ոչ գիտեմ ՀԿ-ն ոնց պետքա գտնեմ, ոչ մի բան։ Ես գիտեմ, որ ընտրություններ են երկրում, ես ուզում եմ գնամ մասնակցեմ, ես չեմ իմանալու անգամ ուր գնամ, այդ ամեն ինչը։ Ու իմ մոտ սենց ոնց որ գիտեք, ոնց է սենց նեղվում եմ, որ քաղաքացի եմ ես, պիտի ունենամ բոլոր այդ իրավունքները, ոնց ցանկացած քաղաքացի, ինչի ես պետքա ինչ-որ մի բանից հետ մնամ, ինչ-որ ձև այդ ամեն ինչը չպետք է կազմակերպվի, մի ձև օրինակ ինձ որպես անձ դա ցենց նեղում է այդ հարցը, հա, որովհետև ես ունեմ, հա, ես իմ խնդիրներն ունեմ, բայց ես մի քիչ շատ էմպաթիկ մարդ եմ, ես կարող եմ հասկանամ նաև օրինակ եթե ես չտեսնեի ոնց իմ ասա պետքա կազմակերպվեր, եթե ես չլսեի սա ոնց պետքա կազմակերպվեր, եթե ես մարդ եմ, որ անկողմն եմ գանված, օրինակ
այդ դեպքում բա ոնց ես պետքա գնամ։ Այդտեղ մի քիչ նրբություն կա իրականում, այն առումով ընտրի։ Չէ, կասեմ ես քիչ հետո Հա, դա կարող օքեյ։ ցավոտ հարցակ։ Իրազեկման մասով միանշանակ շատ տարբեր խմբեր կան, որոնք կարող են դուրս մնալ այս երկխոսությունից շատ տարբեր պատճառներով, ոնց նշեցի, հաղորդակցության դժվարություններով, պայմանավորված եւ այլն, բայց մեզ կարող է դժվար լինել պատկերացնել, թե դիմացինը դա ոնց է կազմակերպում, եւ դրանք մեր ենթադրություններն են միայն, բայց կարևոր է հնարավորինս շատ բազմազան ուղիներ ընտրել, եւ դրա համար եմ ես հատկապես կարևորում մարդ-մարդ կապը, որովհետեւ մեր համայնքներում, մեր շրջապատում կան մարդիկ, ու մենք վստահում ենք, եւ եթե իրենք ինչ-որ մի բան են ասում, մենք հիմնականում փորձում ենք տենց հավատով մոտենալ այդ հարցին եւ իրենց ասածը մեզ համար հեղինակավոր կարծիք է, մենք հետեւում ենք իր ասածներին եւ այլն, եւ ես կարծում եմ, որ այդ մարդկանց միջոցով եւս իրազեկելը շատ կարեւոր կարող է լինել։ Տվյալ դեպքում տվյալ պաշտոնամություն ունեցող մարդը վստահաբար որոշակի ծառայություններ է ստանում բժշկական կենտրոնում, վերականգնողական ծառայություններ կամ ուղղակի շփվում հարևանների հետ որևէ համայնքային կենտրոն ագնում եւ այլն, եւ դա եւս հարթակ է իրազեկելու համար։ Ուզում եմ ասեմ, որ պիտի փորձել հնարավորինս տարբեր եղանակներով մարդկանց իրազեկել, բայց բերը իրազեկ լինելու մարդու վրա չի այնքանով, որ դա պետության պարտավորությունն է մարդուն իրազեկել, բայց մարդիկ կան, ովքեր չեն հետաքրքրվում այդ ամեն ինչով եւ չեն ուզում, եթե որոշակի լրատվական այդ միջոցները շատ ճիշտ չի օգտագործվում ներկա պահին։ Օրինակ ես որպես անձ լինելով երիտասարդ ամեն օր սոցիալական հարթակներում եմ ու ես ինքս տեղեկացված չեմ։ Եթե ես տեղեկացված չեմ, չեք կարողանում դրա պատասխանը օրինակ ընտրատեղամասերի այն ընտրատեղամասերը օրինակ լիներ ինչ որ սոցիալական ռոլիկ հետաքրքիր, որը որ մարդը ասենք հեռախոսը թերթելուց կարար իմանար։ Ես օրինակ երիտասարդ եմ, միգուցե TV չնայեմ։ Ուղղակի մի հատ ալգորիթմներին քննադատող բան ասեմ։ Հիմնականում այդ տեսանյութները չեն հայտնվում ձեր էկրանին, ուրիշ բովանդակությունը հաճախ ալգորիթմները տալիս է, որովհետև ցավոք այդ տեսանյութերը կան, բայց դրանք շատ ցածր դիտելիությամբ տեսանյութեր են։ Այդ ինձ ուղարկեք, ես story տեղադրեմ, էլի, անկեղծ ես չգիտեի։ Մենք մի ամբողջ հարթակ, որտեղ ուղեցույցներ, տեսանյութեր բաժինն է եւ տասնյակ այնտեղ իրազեկման տեսանյութեր կան, որոնք իրականում ամպագորգոր թղթչահնչի շատ ուսուցողական են, շատ հավես են։ Ես ամեն անգամ նայելով մեջս մի հետաքրքիր բան առաջանում, նոր ավելի հետաքրքիր բան ստեղծելու, բայց ես վերադառնալով ձեր հարցին ուզում եմ մեկ այլ տեսանկյունից նայենք։ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների թիվը 2 միլիոնից ավել է, 2.5 միլիոնից ավել ընտրողներ ունենք, բայց մենք մասնակցությունը քվեարկությանը գիտեք, որ քիչ է լինում, ավելի քիչ է լինում, թվեր հիմա չասեմ, որտեղ նախորդը կարող ենք բաց դրանք ինֆորմացիա կարող եք տեղեկանալ, այնուամենայնիվ այդ 2.5 միլիոն քաղաքացիներ չեն գալիս քվեարկության, չեն գալիս, որովհետև մի քանի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ կա դրա համար։ Այսինքն մի մասը հետաքրքրված չեն, մի մասը ուղղակի երկրում չեն, մի մասը ուղղակի զբաղված են, մի մասը քաղաքականություն ընդհանրապես չեն ուզում որևէ բան լսել քաղաքականության մասին եւ ես այստեղ չեմ ուզում շատ տարանջատեմ խնդիրներ ունեցող անձանց եւ սովորական քաղաքացիների ակնկալիքները ընտրական գործընթացից շատ հաճախ լինում է որ իրանք էլ են пассив ներգրավվածություն ունենում բոլոր կանչերին որոնք ուղղված են իրենց մենք տարիների փորձ ունենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու եւ ես հիշում եմ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ որ մենք բազմաթիվ իրազեկման նյութեր պատրաստեցինք եւ փորձում էինք դա շահառուներին հասցնելու եւ տարբեր հասարակական կազմակերպությունների դիմեցինք, պետական կառույցների դիմեցինք եւ փորձում էինք դա վերջիվերջո պրոդուկտը ստեղծված էր եւ ուզում էինք տրամադրել այդ մարդկանց, պիտի ասեմ, որ շատ քչերը արձագանքեցին։ Եվ սա մեր համար եւս մեկ անգամ ցուցիչ էր, որ հասկանայինք, թե որտեղ է խնդիրը
խնդիրը շատ տարբեր են, այնպես որ այդ նույն մարդը անկախ իր ֆիզիկական ֆունկցիոնալությունից մինչև անգամ իր ցանկություններն ու ակնկալիքները ինքը կարող է ուղղակի пассив քաղաքացի լինել եւ որևէ կերպ հետաքրքրված չլինել։ Իսկ նյութերի առումով պիտի ասեմ, որ այո, ձեր հեռախոսին գուցե եւ չգա, որտեղ բովանդակային շատ տարբեր է։ Բայց մենք բազմաթիվ եւ բազմապիսի, սկսած մուլտֆիլմային, խաղարկային, անիմացիոն, բոլոր, ասինքն իդեպ ասեմ, որ նաեւ մենք ռադիո ուրեմն ռոլիկներ ունենք, մեր բոլոր տեղեկատվական նյութերը աուդիո տարբերակով տեղադրված է մեր կայքում։ Իսկ եթե մարդը ընտրություններով հետաքրքրված է, հաստատ ինքը կսպառի իր հետաքրքրությունները իրազեկված լինելու առումով։ Թերևս կարելի է այս թեման անդադ շարունակել, բայց այս կարճ ժամանակում ես փորձեցի ձեզ հաղորդ դարձնել այն ամենին, ինչ որ կա մեր մոտ։ Հա, մի հատ ուրիշ բան էլ էի նկատել իրականում, որ հաշմանդամություն ունեցող անձինք ներգրաված չեն, օրինակ ազգային ժողովում շատ կամ տարբեր կուսակցություններում։ Որ ասում են, երբ որ խնդիրը քոնն է, դու կարում ես հասկանաս, չէ՞, եւ ուրիշը չի կարա հասկանա։ Ըստ իս, եթե լինեին նման անձինք ներգրաված նաեւ կուսակցություններում, ազգային ժողովում ավելի շատ, ես գիտեմ 1 հոգու Ես մեկ հոգու գիտեմ։ Ավելի շատ են իրականում ազգային ժողովում կամավորները, որոնք հաշմանդամություն են, ուղղակի իրենց հաշմանդամությունը անտեսանելի է։ Հասկացա։ Չէ, բայց որ հենց տեսանելի լինի, որպեսզի մարդկանց համար էլ նախ այդ խտրականության պահը վերանա, մարդիկ տեսնեն, որ դա սովորական է։ Այսինքն մարդը կարող ունենա հաշմանդամություն ու լինի ազգային ժողովի պատգամավոր, կարա լինի կուսակցական, այդ ամեն ինչի իմ համար ինձ թվում է պետք է ավելի շատ լինի, ներգրաված լինեն տարբեր կուսակցություններում, որպեսզի նաև այդ ընտրատեղամասի եւ ամեն ինչը այդ գալիս է այսպես ոնց որ վերևից, չէ՞։ Եթե այդ ամեն ինչը մարդը լինի այնտեղ ոնց որ մեր ներկայացուցիչը, ինքը խնդիրը կբարձրաձայնի ու քիչ-քիչ կարա լուծում դա ստանա։ Ըստ իս Ես մի բան հիշեցի, իհարկե սա մեր մանդատի շրջանակներում չի քաջալերել քարոզել, որպեսզի մարդիկ գնան եւ ներգրավեն քաղաքական կուսակցությունների մեջ եւ փորձեն առաջադրվել, բայց մի այսպիսի հարց եմ ուզում հնչեցնել, որ կուսակցությունների մասին օրենքով ոչ միայն այդ հարցին խրախուսվում է այդ հարցը, ավելին ֆինանսական աջակցություն է ուրեմն տրամադրվում այն կուսակցություններին, ովքեր իրենց ուրեմն ցուցակներում կընդգրկեն ավելի շատ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երիտասարդների, այսինքն հենց այս մեր թիրախային խմբի համար կուսակցությունների մասին օրենքով նաև հավելյալ բոնուս է հատկացվում, որպեսզի իրենք դա կատարեն։ Սա արդեն այլ դաշտ է, թե իրենք ինչպես են աշխատում, երևի հասարակության ավելի շատ դաշտում է այս հարցը, քան կենտրոնական ընտրական հանձնաժողովի, բայց պարզապես հիշեցնեմ, որ կուսակցությունների մասին օրենքով այդ խրախուսվում է ներգրավվածությունը հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց։ Տեխնացուների մասով իրականում միանշանակ շատ կարևոր է, որ տեխնացուները ներկայացնեն այն բազմազանությունը, որ մենք ունենք հասարակությունում։ Եվ առանց դրա հնարավոր չի ունենալ ժողովրդավարական հասարակությունը, որ մենք ակնկալում ենք, բայց մի քանի կարևոր բան եմ ուզում ասել, գուցե ոչ պոպուլյար այնքան, բայց առնվազն մի քիչ բան եմ, ռիսկային բան եմ ասում, բայց պիտի ասեմ, հաշմանդամություն ունենալ ինքնին մարդուն զգայուն չի դարձնում հաշմանդամության խնդիրների մասով։ Դու կարող եք ունենալ հաշմանդամություն, բայց լինել բավականին խտրական այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Ոնց մյուս խմբերի դեպքում, հա, գիտենք, կանայք, որոնք խտրական խոսք, կանանց իրենք են ավելի շատ թիրախավորում, այո։ Այսինքն ուզում եմ ասել, որ միայն հաշմանդամություն ունենալը բավարար չէ ու ներկայացվածության առումով շատ կարևոր է նաև որ հատկանիշներն էլ պետք է ստուգեն։ Հատկանիշներ, մասնագիտական հատկանիշներ, մարդը պիտի իրազեկ լինի, մարդը պիտի պատրաստ լինի ներգրավելու այլ մարդկանց, քաղաքական գործիչ պիտի կարողանա լսել այդ թվում քաղաքացիական հասարակությանը եւ չպարփակվել միայն իր սեփական փորձով, որտեղ դա կարող է թյուր ընկալումներ ստեղծի մարդու մոտ, որ իր մոտ այդպես է, ուրեմն մյուսների դեպքում էլ այդպես պետք է լինի։ Եվ մյուս բանը, որ ուզում եմ ասել, որ իրականում
շատ խրախուսելի է եւ հիմնականում բոլոր կուսակցություններ ունենում են հաշմանդամություն ունեցող տեխնացուներ վերջին տարիներին ուղղակի իրենք սովորաբար չեն լինում առաջին դերերում կուսակցությունը հիմնականում շատ կարծրատիպային մղումներով են ներառում հաշմանդամություն ունեցող մարդկանց որոշակի առումով նաեւ հաշմանդամությունը գործիքայնացնելու դրանից օգուտ ստանալու նպատակով շատ վատ բաներից են խոսում ես եմ անհարմար զգում փոխարեն այդ կուսակցություններս կան բայց մյուս կարևոր բանն էլ որ կարծում շատ մեծ խնդիր է որ հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ քիչ են ներգրաված քաղաքականությունում դա մեր քաղաքականացված հարցերում վայրի կանոններն են եւ շատ քիչ մարդիկ կան որ կհամաձայնեն պատրաստ կլինեն լինել թիրախում եւ այդ գործել այդ վայրի կանոններով ես պատրաստ եմ օրինակ կուսակցությունը եթե լսում են կարող են հաշվի առնել այդ հանգամանքը դեռևս ժամանակ ունենք 2 օր առաջադրման համար ուղղակի չգիտեմ երբ է եթեր գնալու այնպես որ կարող է չհասնեն բայց մյուս բանն էլ որ ուզում եմ ասել որ մարդ պիտի քաղաքական գործիչով ունի հաշմանդամություն պիտի պատրաստ լինի թիրախավորման դա շատ ցավոք դեռ արդի է մեր հասարակությունում դա այդ մարդու մեղք չի դա այդպես չպիտի լիներ բայց հանրային գործունեությունը ցավոք այս բանի ենթադրում է պատրաստ լինել այդ ատելության ահռելի խոսքին եւ թիրախավորումներին շատ գրեիք հարցերին այդում հաշմանդամության մասին ծաղրանկարներին որոնք հաշմանդամության պայմանավորված են եւ այլն եւ շատ կապ չունի դուք իշխանական կուսակցությունում եք թե ընդդիմադիր կուսակցությունում եք բոլոր կուսակցությունները հիմնականում օգտագործում են կամ իրենց աջակիցները կամ իրենց ասոցացված կառույցներն ու անձինք ֆեյքերը օգտագործում են դա եւ փորձում են նվազեցնել այդ մարդու դերը մյուս բանն էլ որ կուզեի ասել որ կուսակցությունը իրականում շատ բաց չեն հաշմանդամության առնչվող հարցերում շատ զգայուն թեմաներ քննարկելու եւ այդ մարդը գուցե շատ արդյունավետ չզգա իր ներգրավվածությունը որտեղ պատկերացեք ինքը մեկն է այդ կուսակցությունում եւ այնտեղ կան իրան լրիվ ուրիշ պատկերացումներով մարդիկ եւ ինքը պիտի շատ ուժեղ լինի նախ դիմանալու համար եւ նաեւ մի քիչ ապա մոտիվացնող ստացվեց խոսքս այդպեսի չպիտի լիներ բայց ողջունելի է որ մարդիկ համաձայնում են ներգրավել քաղաքական գործունեության մեջ մի բան հավելեմ որտեղ այս ամեն ինչի ամենամփոփ ֆոնի վրա պետք է հասկանալ որ մեր հասարակության մեջ եթե համեմատելու լինենք օրինակ 10 տարի առաջ 15 տարի առաջ անշուշտ այդ աճը զգալի է երևում մենք այս թեմաներ արդեն բարձրաձայնում ենք խոսում ենք տարիներ առաջ ես որպես փորձագետ ընտրական համակարգերում երբ որ հարց էի բարձրացնում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական գործընթացներում իրենց քվեն իրացնելու այդ համապատասխան միջավայրը ձևավորելու համար շատ հաճախ նաև համակարգի մարդիկ կարող էին ըմբոստանալ եւ ասել որ 1-2 հոգի են բայց որտեվ իրանք անտեսանելի են շատ հաճախ դրա համար թվեր գոյություն ունեն եւ բայց գիտեք ինչն է փոխվել գուցե եւ չգիտեմ տոկոսներ չեմ կարող ասել ինչքան տոկոսով է փոխվել բայց այնուամենայնիվ աշխատանքի process-ում դա զգացվում է եթե նախկինում մենք խոսում էինք հաշվանդամություն ունեցող անձանց առհասարակ մասին բոլորի աչքերը լցվում էին արցունքով բոլորը կարեկցանքի տեսակետով էին այդ ամբողջին նայում եւ մտածում էին թե ինչ անեն գնան գրկեն վերցնեն բերեն փոխեն մենք իդեպ ընտրական գործընթացներում մի շրջան ենք ունեցել երբ որ հաշվանդամություն ունեցող անձանց մոտ հանձնաժողովներ գնում որպեսզի քվեատուփը մոտեցներ եւ քվեն հենց դրսում ապահովեր հաշվանդամություն ունեցող որտեվ չէի մտածում թե ինչ պայմաններ կարելի է ստեղծել տեղամաս մուտք գործելու համար այսինքն այդ կարեկցանքի այդ հավելյալ ուշադրության այս մոտեցումը գնալով նվազում է եւ դա իր տեղը զիջում է ավելի հավասարության հավասարը հավասարին տեսնելու ուրեմն տեսակետից եւ հաճախ ես լսում եմ որ այ դուք ասում եք որ պետքա բոլորը հավասար լինեն ուրեմն թող իրանք էլ հավասար լինեն այս հարցի վերաբերյալ պիտի ասեմ որ սա շարունակական գործընթաց է եւ
եթե ամփոփում եք ուզում որ ամփոփում անեմ պետք է հետեւյալ միտքը արտահայտեմ որ միջավայրային եւ տեղեկատվության հասանելիությունը սա մեկը մյուսին փոխկապակցված շահկապված երևույթ է եւ սա շարունակական է եւ մեկ օրով չի կարող Հայաստանում լինել ամեն ինչ լավ եւ ասեմ որ մենք տարբեր երկրներ դիտորդական առաքելությամբ երբ որ լինում մենք տեսնում ենք այդ նույն խոչընդոտներ եվրոպական շատ երկրներում այսինքն այս խնդիրը այնպես չի որ ամբողջ աշխարհում այս հարցը այսպես լուծված է եւ մենք շատ հետ ենք մնացել պիտի ասեմ որ մենք ունենք այնպիսի գործիքակազմ որ որևէ մեկը չունի օրինակ բրայլյան կաղապարների տեսակը որը մենք մենք բավականին երկար ժամանակ օգտագործում ենք, բայց 21 թվականին այս նոր ձևաչափով սկսեցինք օգտագործել շատ երկրներում նման ֆունկցիոնալությամբ բրայլյան կաղապարներ չեն օգտագործում եւ շատ բաներ Հայաստանը շատ առաջադեմ է այս հարցումներով եւ մեր հարավյան երկրներից երբ որ վերջերս մենք շատ կարևոր միջազգային ԱՎԲ-ի համաժողովն ունեինք Հայաստանում եւ երբ որ զեկուցով հանդես եկանք այնտեղ իրանք իրոք այսպես հարցումներ էին անում վայ սա ինչպես է կանում նա ինչպես է կանում պիտի ասեմ որ այս առումով ներառականությունը մատչելիությունը հասանելիությունը դա շարունակական գործընթաց է որ մենք էլ պետական կառույցները համագործակցելով քաղաքասարակության հետ, հենց խնդիրը կրողների հետ կարողանան ստեղծել մի միջավայր, ոչ թե առնելով, որ մի բան անում ենք, որտեվ սա կոնվենցիոն կետ է եւ դա անում ենք, այլ ուղղակի անում ենք, որտեվ մտածում ենք, որ յուրաքանչյուր անհատի յուրաքանչյուր մեկ անձի քվեն շատ կարեւոր է։ Ես այսպես եմ ուզում ամփոփել խոսքս, ինձ համար ջանքերը ավելորդ չեն համարվի, եթե ես կարողանամ մեկի կյանքը փոխել, այս պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրոք անում է շատ առաջնահերթ քայլեր եւ սա իր ռազմավարական հենակետերից մեկն է որ ապահովել այդ միջավայրը որտեղ կարեւորում է յուրաքանչյուր քաղաքացու քվեի իրացումը շատ լավ Դե ինչ, նախ շատ շնորհակալ եմ մեր այսօրվա շատ բովանդակալի զրույցի համար, ձեր երկուսի կարծիքները լսելով հասկացա, որ շատ կարևոր է մասնակցել առհասարակ ընտրություններին ու կարծում եմ այս ընտրություններին ես կմասնակցեմ որպես քաղաքացի, հաջորդին ով գիտի, միգուցե որպես տեխնացու դառնամ падգամավոր եւ բարձրաձայնեմ բոլոր հարցերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։